Բարի երեկո, 168 TV եթերում ռևյուի հերթական թողարկումն է։ Այսօր մեկնարկեց նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթը։ Ինչպես գիտեք, առջևում ազգային ժողովի ընտրություններն են, որոնք տեղի կունենան այս կիրակի օրը հունիսի 7-ին։ Թեմայի շուրջ տաղավարում իմ հյուրը Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանն է։ Բարև ձեզ, պարոն Նիկոյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հավերն ընդունելու համար։ Ես շնորհակալ եմ հրավիրելու համար։ Ինչ սպասելիքներ ունեք այս ընտրություններից, դրական սպասելիքներ եւ ինչ մտավախություններ կապված ընտրությունների հնարավոր արդյունքների հետ։ Արամ, մինչև ձեր շատ կարևոր հարցին, որը մեր պետության առջև ծառացած ամենակարևոր խնդիրն է այս պահին, որպես նախաբան շնորհավորեմ ձեզ, այսօր ձեր ծննդյան օրն է։ Շնորհակալություն։ Եվ իմացա նաև, որ այսօր եւս մեկ այլ մարդ ծննդյան օր է, դա Նիկոլն է։ Հետաքրքիր մի բան, Նիկոլի ծնունդը ես կապում եմ Չարիքի հաղթանակի հետ, երբ սատանան հաղթում է արչագործությանը, եւ իր ծնունդը ես կապում եմ դրա հետ։ Հետաքրքիր բան, ես կարծում եմ, որ ձեր ծնունդով արչագործությունն է հաղթել սատանային, Աստված է հաղթել սատանային։ Այդ առումով կարծում եմ, որ այսպես հավասարակշռությունը մեր մոլորակի վրա սատանայի եւ աստվածատուր մարդկանց հավասարակշռությունը պահպանված է։ Ասենք առաջ։ Շնորհակալ եմ։ Ինչ վերաբերում է այո ընտրությունը, մենք սովորական ընտրություն չէ։ Երբեք մեր պետության մեջ ամբողջ այս անկախության տարիներին տեղի ունեցած ընտրությունը ըստ էության իր կարևորությամբ չի եղել այնպեսին, ինչպես հիմա։ Սա լինելիության ընտրություն է։ Սա անկախությունը, քո պետականությունը, քո ազգը, քո ներքին անդորը պահելու եւ չպահելու խնդիր է։ Դուք տեսեք, ըստ էության 8 տարի քաոս է մեր երկրում։ 8 տարի քաոս։ Այդ քաոսը շատ ավելի ուժեղացավ եւ հասարակությունը մեր ժողովուրդը սկսեց դավիլ տեսնել պատերազմից հետո։ Եթե մինչեւ այդ քաոսի նախանշաններ կար եւ քաղաքական գործիչներն էին տեսնում եւ զգուշացնում էին մեր ժողովրդին, որ սպասվում է մեզ սա, որը չեն լսում ես ինչ որ է։ Քաոսը արդեն ամենուրեք է պետական կառավարման համակարգից, արտաքին քաղաքականությունից, անվտանգային համակարգից, պատերազմի եւ մնացած բոլոր արհավիրքների այդ սպառնալիքը, որ ամեն օր կախված է։ Եվ այդ ամեն ինչը փոխանա շատ հստակ, պարզ վերլուծվի եւ ներկայացվի, դա անունը դրել են խաղաղություն։ Ծախում են ժողովրդի վրա խաղաղություն։ Ինչպես 18 թվականից հետո բոլոր դեպքերը պատերազմը 20 թվականին, դրանից հետո տեղ ունեցած իրադարձությունները էլի խաղաղության անվան տակ էր։ Այդ բոլոր պատերազմները, 3 պատերազմ, որ Նիկոլը բերել է մեր ժողովրդի գլխին, միշտ ինքը ասել է խաղաղություն, ժամանակ ասում են սիրո եւ համերաշխության հեղափոխություն։ Այո, թավշա, ինչ որ մենք գիտենք, որ այդ սիրո եւ թավշա հեղափոխությունը վերցում ասելու է շինելու եմ, բոլորին նստացնելու եմ, բոլորին ունա զրկելու եմ, խլելու եմ իրենց հարստությունները, ես եմ անելու։ Եվ ներեցեք մի բան նկատեմ, երբ նրան ասում են, որ դու Արցախի ժողովրդին ես վիրավորում, ասում է, չէ, ինչ որ Արցախի էլիտաներ, էլիտան որն է։ Եթե ազգային ժողովի պատգամավորներ են, ազգային ժողով աղեկավարությունը ժողովրդի չի ներկայացնում, ժողովրդի մի մասը չի այդ մարդը։ Իսկ ինչ է մետրոյի մեջ, որ այն աղջկան Մերոժան Մոսյանի աղջիկ, այո, որ ինքը հարձակվեց, սկսեց վիրավորել, մատթափ տալ վրա, նա էլ Արցախի իշխանավոր չէր։ Նա Արցախցի էր, որ դրսում կրթություն էր ստացել եւ վերադարձել էր Արցախ։ Իր հայրենիքին հող ու ջրին կպած մարդ էր նա, հայ կին էր նա։ Եվ հայ կինը խոսեց, մաքուր ազգային կինը խոսեց, իր ճակատին շփացրեց այն ինչին ինքը արժան էր։ Հիմա գիտեք, ընդունված չէ, որ ինքը ասի, որ այո, ես Արցախի ժողովրդի դեմ եմ, բայց իր բոլոր գործողություններով ինքը միշտ եղել է Արցախի հողու ջրի եւ ժողովրդի դեմ։ Ինքը չգիտես ինչից գենետիկորեն ատել է Արցախ բառը, Արցախի
հողը, եկեղեցիները, պատմությունը, ամեն ինչ կապված է Արցախի հետ, հասկանում եք։ Դա դնենք, անցնենք առաջ, չմտնենք Նիկոլի բացատրենք, թե նա ինչպիսին է եւ այլ եւ այլ։ Հիմա ընդրական process-ները այո շատ կարևոր են մեր երկրի համար։ Այո մեր լինելության խնդիրն է այսօր լուծվում։ Այո ընդդիմադիր դաշտը յուրաքանչյուր օր հաջողություններ գրանցում։ Ես ուշադիր հետևում եմ։ Եվ եթե մեկ ամիս առաջ այլ ցուցանիշներ էին, մեկ ամիս առաջ ընդդիմությունը նոր էր սկսում, արդեն բավականին հստակ դիրքորոշումներով ամեն ինչով հանրության համար այլևս ընկալելի է եւ ամենակարևորը ընդդիմությունը այլևս օրակարգ թելադրող է։ Շատ կարևոր է ընդդիմությունը այլևս օրակարգ է թելադրում։ Օրինակ որ հարց։ Որովհետեւ Նիկոլը սպառեց բոլոր իր հնարավոր այսպես զինանոցը եվրոպացիներին բերեց այստեղ Զելենսկուն բերեց, հաճացրեց Ռուսաստանի վրա, Տշնամանք հրահրեց Ռուսաստանի դեմ, Ռուսաստանի տշնամիներին եւ Զելենսկուն բերելով այստեղ պլաստդարմ տալով, որ այստեղից հոխորտա եւ հայը Ռուսաստանին անհասկանալիորեն զորահանդես կազմակերպեց, որովհետեւ այսօր երբեք զորահանդես չի կազմակերպել, սովորաբար դա անկախության սեպտեմբերի 21-ին Չէ, մայիսի 28-ին եղել է, բայց այսպես նախընտրական շրջանում մայիսի 28-ին եղել է, եթե 92-ին նա եղել է եւ մայիսի 28-ին եղել եւ սեպտեմբերի 21-ին եղել, բայց ճիշտ է։ Այո, անկախության օրը զորահանդես է եղել։ Հիմա դա պարզ է, նախընտրական փամփուշտ էր, իր զինանոցում էր պահված, որովհետեւ ինքը հանի եւ նախընտրական քարոզության օգտագործի մեր բանակին։ Իմ ճելուց ասեմ հետեւյալը, դա շատ կարևոր է այդ հարցին ուզում եմ անդրադառնալ։ Մեր բանակը, զինվորը, այդ համազգեստը մեր համար բոլորիս համար սրբություն է։ Մեր սպաները մեզ համար սրբություն են, մեր գեներալները եթե իրենք մնացել են անպաշտպան, լքված մարտի դաշտում 44-ա պատերազմի ժամանակ իրենք չեն մեղավոր։ Մեղավոր է նրանց գլխի կանգնած է, այս են դեկնա, երբ առուզների գլխին, Նապոլեոնի բառերն են կարծեմ, երբ ոչխարն է կանգնած լինում։ Դա շատ վատ արդյունքներ է բերում, առուզների գլխին պետք է առուզ լինի։ Այո, ուզում եմ հարցնեմ, թե ինչ էմոցիաներ ձեր մոտ առաջացած այդ զորահանդեսը, փոխված զինանշան, մարտական դրոշներ փոխված, այդ հիմարություններին ես ուշադրություն չեմ դարձնում։ Ես ուշադրություն եմ դարձնում հայ զինվորին, հայ սպային։ Ես ուշադրություն եմ դարձնում։ Եվ մի կողմից ցավ եմ ապրում, որ նրանց օգտագործում են նախընտրական քարոզության մեջ։ Հասկանում եք, ընդհանրապես զինվորականությունը մտցնել քաղաքականություն, դա շատ վաղն է։ Տեսեք, ես 8 տարի ամենակոշտ ընդդիմադիր դաշտում եմ եւ չի եղել փողոցային որոշ պայքար, որ ես այնտեղ չլնեմ։ Բայց հայոց բանակը իմ համար սրբություն է։ Դա որովհետեւ Նիկոլի բանակը չի։ Դա իմ բանակն է։ Դա հայրենատեր հայի բանակն է։ Հայ ազգի բանակն է։ Իսկ հայ ազգի հետ Նիկոլը քիչ կապ ունի։ Նիկոլը այն մարդն էր, որը ջարդեց այդ բանակը։ Ոչնչացրեց այդ բանակի ողնաշարը ջարդեց, 5000 զոհ տվեց, 10-ից ավելի հազար վիրավորներ տվեց։ Նիկոլը այդ մարդ է, բայց այդ բանակը մերն է։ Մենք պետք է գուրգուրենք, փայփայենք, նրա յուրաքանչյուր հաջողությամբ ուրախանանք եւ նրա կողքին լինենք, նրա թիկունքին լինենք, որովհետեւ անկախության օրվանից 90-ական թվականից Հայաստանում պետականաշինության այսպես կենտրոնում բանակ է եղել, բանակաշինությունը, որը իր հետ բերել է զարգացրել մնացած բանը։ Այլ կերպ չի լինում եւ այդ բանակին պետք չի կլուբնիկ տալ։ Հա, այդ բանակին պետք է ոգեղենություն տալ, զենք, կարգապահություն եւ ոգեղենություն։ Եվ դու բանակին կլուբնիկ տվեցիր, շատ վատ է լինել վերջում։ Եվ թույլ տվեցիր, որ ոստիկանությունը կամ չգիտեմ ով մտի բանակ, այլ ոչ թե ռազմական ոստիկանություն, ռազմական դատախազությունը, դա եւս շատ վատ բան, ինչ է նախկինում կատարվում էր։ Ինչևէ, ես մեր բանակի համար ուզում եմ հպարտանալ, ես այդ համազգեստը
հարգում եմ, խոնարհվում եմ եւ ընդունում եմ մեր բանակի յուրաքանչյուր հաջողությամբ ես ուրախանում եմ։ Այն որ նրանց օգտագործեցին քաղաքական նպատակով, բանակի մեղքը չի։ Բանակը չի կարող հրաման չկատարել։ Բանակը կատարեց Նիկոլի ապազգային հրամանը, որ բանակը մտցրեց քաղաքականություն, բայց այո մենք ուրախացանք մեր բանակին տեսնելով, վաղուց չենք տեսել, տեսանք ուրախացանք, բայց դա Նիկոլինը չի, եւ ոչինչ Նիկոլին դա չտվեց։ Բայց չափազանց վտանգավոր չէ զինված ուժերը բանակը նախընտրական քաղաքական պայքարի մեջ ներկայացել է եւ ինչ կասեք ցուցադրված ռազմական տեխնիկայի եւ սպառազինության մասին, բազմաթիվ զինատեսակներ ցուցադրված։ Գիտեք, ես կուզենայի զինատեսակները լինեին տասնապատիկ իրենց տեսականով ավելի շատ եւ ես կուզենայի որ դրանցից այնքան շատ լիներ անսպառ լիներ։ Խնդիրը նաեւ զենքի քանակի մեջ չէ։ Իհարկե դա շատ կարեւոր է։ 5.5 միլիարդի զենք առանց օգտագործելու 44-ը պատերազմի ժամանակ Նիկոլը նվիրեց Ալիևին։ Ունենք, չէ՞։ 5.5 միլիարդի դա Ալիևն ասը, որ ասում է, ես պետք է հարցնեմ որոշ մայրաքաղաքների նկատի ունեն Ռուսաստանին, որտեղից այդ աղքատ երկրին այսքան զենք ու զինամթերք 5.5 միլիարդի զենք ես արգրավել եմ, չօգտագործած զենք է։ Խնդիրն այն չէ դու զենք ունես թե չէ, խնդիրն այն է դու այդ զենքը օգտագործում ես թե տալիս ես թշնամուն։ Ինչ արես Նիկոլը։ Մի խոսքով, սա անցնենք այն առումով, որ Նիկոլը այո օգտագործեց նաև բանակը նախընտրական քարոզության մեջ, Եվրոպային օգտագործեց բանակը, հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ հայտարարությունը եւ այլ եւ այլ։ Բայց Նիկոլը մի բան չի հասկանում։ Նահանգների նախագահի հայտարարությունը Ռուբիայի այցից հետո։ Այո։ Նիկոլը մի բան չի հասկանում, որ Հայաստանի ժողովուրդն է իրադարձության տերը, Հայաստանի ժողովուրդն է իր ընտրողը, ինքը խաբել է Հայաստանի ժողովրդին 18 թվականին, որ զգուշացնում էինք ամեն մեկս մեր միջավայրում, որ դուք տեսնեք, որ ինչա լինելու հետո, այսպես բերել միանձնա առանց վերահսկողության, որովհետեւ մեկին կուրորեն հավատալ, դա բերելը շատ վատ բան է, ասում են մենք ենք բերեմ, մենք էլ քերացնենք։ Ցավոք սրտի դա շատ ուշ է լինում, շատ ուշ մեր ժողովուրդը, հասարակությունը կարողացավ գալ այդ եզրակացության եւ ցավոք սրտի դերս մարդիկ կան, որ այդ եզրակացանը դեռ չեն եկել, բայց մեծամասնություն եկել այդ եզրակացության, որ այո իրենք վստահել են Նիկոլին եւ չարաչար սխալվել են եւ իրենց ձեռքով Նիկոլին կպատժեն։ Հասկանում եք, որտեղ Նիկոլը քանդել է հենց այդ ժողովրդի տունը, քանդել է բոլորիս տունը։ Մեր հայրենիքն է տվել թշնամուն, մեր բանակն է ոչնչացրել։ Հասկանում եք, եւ դրա համար ինքը պետք է կրի օրենքով պատասխանատվություն։ Դա զգում են արդեն բոլոր ազգակիր մարդիկ, ազգային մարդիկ այդպես են հասկանում այսօրվա իրավիճակը եւ այն որ հասարակական գիտակցության մեջ արդեն անշրջելի փոփոխություններ են եղել եւ ցանկացած Թրամփի հայտարարությունից սկսած եւ Եվրոմիության, չգիտեմ ովքերից որ գալիս են այլևս որևէ ազդեցություն չունեն հանրային կարծիքի վրա։ Մենք տարիներ շարունակ ասում ենք, որ գնում է Հայաստանը Ուկրաինայի որոշակիորեն Վրաստանի, հետո Ուկրաինայի ճանապարհով է գնում։ Այսինքն դարձնում է արտաքին խոշոր խաղացողների պայքարի թատերաբեմ։ Հասկանում եք, դեռևս քաղաքական պայքար է գնում Հայաստանի համար։ Մի կողմից Եվրոմիության տեսանք, մի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների, մյուս կողմից Ռուսաստանի եւ իհարկե որոշակի տեսակետներ ունի այդ հարցում նաեւ մեր հարևան Իրանը, հարևան եւ կասեի բարեկամ Իրանը։ Ահա Հայաստանը, փոքրիկ Հայաստանը Նիկոլը դարձրել է այդ գերհզոր ուժերի մրցակցության թատերաբեմ։ Քաղաքական է, հիմա արդեն անցնում է տնտեսական ոլորտ այդ պայքարը, Աստված ոչ անի, որ դա անցնի մեկ այլ ավելի թեժ ոլորտ ռազմական։ Այդ պայքարը տեղափոխվի այդ դաշտ։ Իսկ դա հնարավոր է։ Ամեն ինչ այսօր այս մոլորակի վրա հնարավոր է։ Մենք մտահոգություններ պետք է ունենանք, պետք է քայլեր անենք, որ դրա դեմը առնենք։ Իհարկե մենք պարտավոր ենք։ Հնարավոր է դա, այո, առաջի պայմանը Նիկոլի ու այդ
նիկոլիզմը պետք է արմատախիլ արվի մեր երկրից։ Մեր երկիրը պետք է ղեկավարեն անձնուրաց մարդիկ, մեր երկիրը պետք է ղեկավարեն ազգային մարդիկ, պետական մարդիկ, ոչ թե դատարկախոս, շատախոս մարդիկ, որտեղ Եվրոպայում մի բան են ասում, Ամերիկայում մի բան են ասում, Ռուսաստանում մի բան են ասում, Իրանում մի բան են ասում։ Այդպեսով երկարացնում են իրենց կյանքը։ Իրենց թվում է, որ իրենց գեղցի շուշտրությամբ իրենք կարող են բոլոր կենտրոնները խաբել։ Նրանք դա տեսնում են, նրանք գնահատում են, ուղղակի յուրաքանչյուրը ուզում է իր շահերի համար օգտագործել պարտված Հայաստանին, թուլացած Հայաստանին։ Յուրաքանչյուրը ուզում է օգտվի եւ շահագործի։ Այդ առումով մինչև հիմա բոլորն էլ հանդուրժել են Նիկոլի, բայց ոնց որ թե այլևս հանդուրժելու տեղ չկա նաև դրսի կողմից, զզվացրել է ինքը բոլորին։ Ամենաշատը ժողովրդի ազգային մասին, ժողովրդի ազգային մասը, ազգակիր մասը արդեն ատում է Նիկոլին։ Եվ մենք տեսնում ենք այս քարոզարշավի ընթացքում։ Աշխարհաքաղաքական այսպես պայքարը Հայաստանի շուրջ այս նախընտրական քարոզարշավի համատեքստում դուք էլ նշեցիք Թրամփի հայտարարությունը, մինչ այդ J.D. Vance, այսինքն Միացյալ Նահանգների փոխնախագահն էր ասում, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, Թրամփը փաստացի իր այդ հայտարարության մեջ ասաց, որ իսկ դա պետքարտուղարի այցից հետո էր, նա այստեղ ստորագրեց TRIP-ի մասին համաձայնագիրը, ռազմավարական գործընկերության կանոնադրություն եւ հանքանյութերի ու հանածոների մասին փաստաթուղթ ստորագրվեց։ Թրամփը իր տեքստում ասում է, որ Նիկոլ Փաշինյանը մեզ ճանապարհ է տալիս դեպի Միջին Ասիա, Կենտրոնական Ասիա, այս պատճառներով նա ունի իմ աջակցություն, այսինքն Հայաստանի ինչ-ինչ շահերի դիմաց աջակցում։ Այնքան պարզ Բայց մյուս կողմից Ռուսաստանին են մեղադրում, որ միջամտում է Հայաստանի ներքին, բայց Ռուսաստանի նախագահը այսպես ուղղակիորեն չի ասել, որ աջակցում է այս կամ այն ուժին։ Պարզ է իր մտքերը արտահայտում։ Այնքան շիտակ է ասում, որ մեզ ճանապարհ մեզ դեպի Միջին Ասիա, այնտեղ ռեսուրսներ օգտագործելու, Հայաստանի հանքարդյունաբերության այդ ռեսուրսները մեզ տալիս է օգտագործել։ Այսինքն իրենց ինչ է պետք, ինքը ասում է, այո, ինքը մեզ պետք է, որովհետեւ որտեղ մեզ SS բաներ ինքը տալիս է, դրա համար ինքը թող լինի։ Այսինքն յուրաքանչյուր աշխարհաքաղաքական կենտրոն, ուժային կենտրոն ասում է մեզ, իրեն ինչ է պետք, ինքը ուզում է դա անի։ Այդ հագասությունները եկել է այսօր կուտակվել է փոքր Հայաստանի գլխին եւ մեր ժողովրդի գլխին, որը պատերազմից հետո դեռևս ուշքի չի եկել։ Սա ամբողջ խնդիրը, որ մենք ասում ենք, որ Նիկոլը բերելու է այսօրվան։ Դա ասում ենք տարիներ առաջ։ Ոչ ոք չէր լսում մեզ, բայց գիտենք, որ Նիկոլը բերելու է պատերազմի։ Մենք գիտենք, որ այն աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, որ կար այն ժամանակ, Նիկոլը դա խախտելու է ի վնաս մեզ։ Մենք գիտենք, որ Նիկոլը, որ պատերազմ սկսի, այդ պատերազմը իր ամբիցիաների պատճառով հազարավոր զինվորների կտանի եւ կզոհի, որովհետեւ ինքը այսպես իրավունք ունենա ասի դե ես մինչև վերջ պայքարեցի։ Ինքը պատերազմը չկանգնեցրեց այն օրերին, բոլորը դիմում եւ խնդրում են նաեւ քաղաքական դաշտը այստեղ, որ ակնհայտ է վերջը սա լինելու, կանգնեցրու պատերազմը այս պահին։ Ռուսաստանը առաջարկում էր դա, չարեց ինքը դա, չարեց ինքը պետք էր բանակը վերջնական ջախջախեր, որ ասեր դե էսա արդեն բանակը չկրվեց, ես ինչ մեղք ունեմ եւ այլ եւ այլ։ Ամենակարևորը իր համար, ես մեղք չունեմ, հո ես չեմ մեղավորը, հո ես պատասխանատուն հո չեմ։ Սա էր իր ամբողջ խնդիրը։ Ինքը ինչև ինքը փորձում է լուծել եւ լուծումը այդ բոլոր ուժերին բերելով Հայաստանում, փոքր Հայաստանում բախում կազմակերպելով Եվրոպա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, իսկ Ռուսաստանը ամեն դեպքում որպես աշխարհաքաղաքական կենտրոն ավելի ազդեցիկ է Հայաստանում, բայց Իրան, ինչու՞ չէ նաև Չինաստան։ Ահա այդ բախման կենտրոնը այսօր ինքը դարձել է Հայաստանը։ Դրա համար ժողովուրդը բնազդով դա գիտակցում է, մի մասը վերլուծության արդյունքում, մի մասը արյան կանչով հասկանում որ մեզ ավելի վատ օրեր են սպասվում, շատ ավելի վատ օրեր են սպասվում, մղձավանջեր են սպասվում, եթե Նիկոլը շարունակի կառավարել եւ ղեկավարել, եւ ժողովրդի մեջ այդ նախընտրական փոփոխությունները, ընտրական փոփոխությունները կարծում եմ բազան հիմքը հենց դա է, ժողովուրդը զգում է, արյան կանչով դա զգում է,
Կան մարդիկ, որ չեն զգում։ Կան մարդիկ ուզում են բարերի, այսպես խապված լինել։ Գեղեցիկ, սիրում են, որ իրենց խապեն։ Իմանալով հանդերձ ոնց սուտ է, բայց սիրում են, ասում են, բայց լավ խապեց։ Ոնց որ 18 թվականին են կեղտոտ ծերուկին, որ բերել էին Հերոսի հոր պապի փոխարեն, մարդկանց հետ երբ խոսում ասում է, բայց ոնց կարել էր Հերոսի պապի փոխարեն մի հատ կեղտոտ շարլատանին բերել կանած, ասում բայց լավ էր մտածել, չէ՞, հասկանում եք, այսինքն լավ էր խապում։ Ժողովրդի մասը դեռևս սիրում է լավ խապված մնալ։ Բայց ինչքան ձգվում է այս նախընտրական քարոզությունը, այդ մարդկանց թիվը պակասում է։ Մտածող հայ մարդը Նիկոլի համար վտանգավոր է։ Նիկոլը թույլ չի տալիս, որ մարդիկ ինքնուրույն մտածեն, վերլուծեն։ Նիկոլը ուզում էր քարոզչական թեզերը մտցնել մարդկանց ուղեղի մեջ, որ հանկարծ նրանք ինքնուրույն վերլուծություն չանեն։ Յուրաքանչյուր խոսքի պատասխանեն։ Այն աղքիները Ղարաբաղը ծախել են արդեն։ Հասկանում եք։ Մինչև մի կան չէ մարդիկ ասում են այդ բառերը։ Մինչև ասում են, չէ, որովհետև այդ մարդուն Նիկոլը թույլ չի տալիս, որ նա ինքնուրույն մտածի։ Իր թեզը նա պետքա կրկնի։ Վերջ։ Կան այդպիսի մարդիկ, ցավոք սրտի կան, բայց օրեցօր նրանք պակասում են, որտեղ սկսում են մտածել։ Նիկոլի համար ամենավտանգավորը ինքնուրույն մտածող, վերլուծող հայ մարդն է։ Եվ մինչև հիմա չեն կողմնորոշում։ Մեկ ասում են 91 թվականին էին հանձնել, մեկ ասում են 1996-ին են հանձնել, Լիսաբոնի գագ, մեկ ասում են 99-ին են հանձնել։ Ինչ փաստ կա դրա հիմքում։ Ոչ մի փաստ չկա դրա հիմքում։ Եթե հանձնած լինեն, հենակ հանձնեին։ Ինչ մտածում եք Հայաստանի առաջին նախագահը, երկրորդ նախագահը, երրորդ նախագահը ուզում էին հանձնել, Ադրբեջանը չէր ուզում, համառորեն դիմադրում էր, ասում է չէ, սպասեմ թող Նիկոլը գա, այն հիմարություն էլ սահման ունի։ Բանից պարզում է, որ տեզերքի նման հիմարությունը եւս անսահման է։ Իհարկե մենք հասել ենք այն իրավիճակին, որ ստիպված ենք շատերի համար հիշեցնել, որ մածունը սպիտակ է։ Ամեն դեպքում միշտ մածունը սպիտակ է։ Դուք որպես հանրապետական կուսակցության նախկին իշխանության ներկայացուցիչ, խնդրեմ մի քանի բառով, բայց պարզաբաներ, երբ նախորդ իշխանությունները ասում են, որ մենք այո ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, բայց դա կապ չունի Արցախի ժողովրդի ինքնորոշման հետ։ Նախորդ իշխանությունների դիրքորոշումը երկու բառով Արցախի հարցում։ Ինչպես, այո, եթե դու ինքնորոշման իրավունքի չես վերցնում հիմք, դա նշանակում է դու տարածքային պահանջ։ Դա նշանակում է, որ դու հարձակվել ես Ադրբեջանի վրա, տարածքն ես գրավել, որը ամբողջ աշխարհի համար անընդունելի էր։ Բայց երբ ազգերի ինքնորոշման իրավունք, որ որևէ ազգային փոքրամասնություն օրինականության սահմաններում հանրաքվեով անկախության ճանապարհով է գնում, դա միջազգային նորմերով բացատրվելի է, հասկանալի է եւ ընկալելի է։ Հիմա դու ասես ես գրավել եմ Ադրբեջանից տարածք, իհարկե չէ, ես ճանաչում եմ քո տարածքային ամբողջականությունը, բայց ես պաշտպանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Դա ՄԱԿ-ի կանոնադրության մեջ կա, Հելսինկի եզրափակիչ ակտի դրույթներում կա, այսինքն միջազգային իրավունքով ես դու առաջնորդվում։ Եվ եթե դու այդպես չես ասում, նշանակում է դու ինքդ գրավել ես։ Ինչ արես Նիկոլը, հասկանալով թե չհասկանալով, Արցախը Հայաստանի է վերջ։ Դա նշանակում է Հայաստանը Արցախի անեքսիայի փաստ ասում, որ մենք գրավել ենք, դա ասեց։ Ինքը դա ասեց, չասեց ինքնորոշման իրավունքը պաշտպանում եմ ես, նրա անկախության ձգտումները պաշտպանում, ասեց Հայաստանը է վերջ, այսինքն Հայաստանն է գրավել է Ադրբեջանի տարածք։ Դա լեգիտիմ իրավունք տվեց Ադրբեջանին պատերազմ սկսելու։ Խոսքը դրա մասին է։ Բայց բանակցային գործընթացի բոլոր մասնակիցները, այսինքն միջազգային իրավունքը եւ միջազգային լեգիտիմությունը պարզ ասում էր, որ կա Արցախի ինքնորոշման իրավունք եւ որոշ տարածքների վերադարձի հարց, այսինքն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է ինքնորոշվել եւ դառնալ անկախ կամ միանալ Հայաստանին։ Այո, միջազգային իրավունքը գիտեք ինչ էր ասում։ Միջազգային իրավունքը ասում էր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Արցախի ժողովուրդը կարող է ինքնորոշվել այնտեղ, որտեղ ինքը ապրում է։ Ասենք որտեղ ինքը չի ապրում, այնտեղ դու չես կարող ինքնորոշվել, հա, չկա դրա համար ասում են այդ տարածքները, որտեղ կապ չունի ինքնորոշման իրավունքը, այդ պետք է վերադարձնել։ Հայաստանը բոլոր իշխանությունները ասել են, որ անվտանգության խնդիր է դա։ Եթե մենք տանք, ապա Արցախի համար դա սպառնալիք կառաջան։ Նրանք դրա համար էլ
Վերջի տարբերակը, որ ասում էին որ միջանկյալ կարգավիճակով, միջազգային ուժերի տեղադրման հարցն էր։ Ցավոք սրտի մենք չկարողացանք մինչև վերջ հասնել, եկավ 18 թվականը։ Այլապես այդ միջազգային այդ երաշխիքները խաղաղության միջազգային ուժերի տեղադրումով եւ միջանկյալ կարգավիճակով Քալբաջար Լաչինը Արցախի հետ միասին դա լավագույն տարբերակն էր։ Ափսոս եկավ 18 թվականը։ Եվ իդեպ այո, նույնիսկ Քարվաճարի Լաչինի հարցն էր դուրս եկել։ Այո, իհարկե։ Հալևն ասում բոլոր միջազգային քննարկումների պարագայում Լաչինը եւ Քալբաջարը մնում են հայերին։ Պարոն Նիկոյան, եւ այս վերջին շրջանում այս նախընտրական process-ին զուգահեռ սրվում են Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները, առաջ է գալիս Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության հարցը։ Ես հիշեցնեմ նախորդ ուրբաթ օրը մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որում Եվրասիական տնտեսական միության 4 պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել կոչանելով Երևանին սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել Եվրամիության անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցի վերաբերյալ այսօր սակայն Նիկոլ Փաշինյանը ելույթեր ունեցել եւ ասել էր, քանի դեռ այդ մացածություն կա, չէ, քանի դեռ մենք այստեղ ենք, այնտեղ չենք լինելու, քանի դեռ չի հակասում սրան, մենք կշարունակենք այստեղ մնալ, ասում եք, քանի դեռ Եվրամիության անդամակցության հարց չկա եւ այդ չենք ներկայացրել, անտրամաբանական է նման հանրաքվե անցկացրել եւ Ռուսաստանը պատժամիջոցներ է արդեն տնտեսական սահմանափակումներ է սահմանում Հայաստանի դեմ, սա ինչ հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի Խնդիրը նրանում է, որ այս ամենը նոր չի սկսվել, այս ամենը սկսվել է 18 թվականին 8 տարի առաջ է սկսվել։ Հիշում եք ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ձերբակալելը, քրեական գործ հարուցելը եւ այլն։ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի Խաչատուրովի նկատմամբ դա ՀԱՊԿ-ի դեմ էր։ Հա ռուսական ռազմուժի դեմ էր։ Դա հայ չինովնիկին չի վերաբերում, նա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն էր։ Ու մասնակցությունը Հայաստանի ՀԱՊԿ-ի նկատմամբ այդ վերաբերմունքները, հայտարարությունները, անձնական արհամարհական վարքագիծը եւ Ռուսաստանի եւ անձամբ նրա ղեկավարի եւ միջազգային դատարանի որոշումը, որ պետք է Պուտինին ձերբակալեն, եթե գա Հայաստան հազարով մի բաներ կա, Ռոմի ստատուտը, այո եւ այլ եւ այլ, դրանք ճշնամական գործողություններ էին Ռուսաստանի հանդեպ։ Եվ սառեցնելը ՀԱՊԿ-ի շրջանակում մանրամասների մեջ չմտենք, չքննարկենք այդ ամեն ինչը։ ՀԱՊԿ-ի շրջանակներում այդ հարաբերությունը սառեցումը դրանք մի միջավայր են, որ հետո անցավ արդեն տնտեսական համակարգի, նա ռազմականը ոչնչացվեց, քաղաքական համագործակցությունը ոչնչացվեց, դույն մնացել էր տնտեսականը, այս վերջի իրավիճակից, հայտարարություններից, այդ ճշնամական գործողություններից հետո արդեն անցան տնտեսական համագործակցությունը ոչնչացնելու։ Գիտեք ինչ ասում ինքը։ Ասում է ես գնալու եմ այնտեղ, բայց քանի որ ինձ ձեռնտու է, հələ ես օգուտներ կարամ քեզանից ստանամ։ Ես քո հետ համագործակցեմ, այդ օգուտները կստանամ։ Երբ այնտեղ հարցը լուծվի, ես կթքեմ ու կգնամ այնտեղ։ Սենց ասեմ, ես կուզենամ, որ Ռուսաստանը չհասկանա, որ Նիկոլը Հայաստանի իշխանությունը այդպես են անում, ես կուզենամ, որ ամեն դեպքում մեր մթերքները գնան, անսպար քանակով, գնան, վաճառեն, դա անսպար եւ մեծ շուկա է, Հայաստանի ամբողջ տնտեսական մթերքները վաճառվում են այնտեղ։ Ես կուզենամ, որ դա շարունակվի այդպես լինել, բայց այդպես շարունակվել չի կարող, չի լինի այդպես շարունակել։ Եթե դու ռազմական եւ քաղաքական առումով դուրս ես եկել այդ համակարգից եւ գործում ես նրա դեմ, դու միացել ես արդեն նրա ճշնամիների հետ, Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ, այո։ Ուկրաինա արդեն խոսել, որ ես տնտեսական համագործակցության կողմնակիցն եմ։ Չէ, նրանք էլ դրա կողմնակից են, վերջո այդ ամենը ունի քաղաքական նշանակություն։ Ռուսաստանի համար Հայաստանի տնտեսությունը, գյուղմթերքները եւ ընդհանրապես 0.25 է, թե չգիտեմ ինչ, 1% էլ չկա, շատ քիչ է դրանից։
էական նշանակություն չունի, դա մեր համար ունի էական նշանակություն։ Այն որ ասում են, նա ռուսներն են մեր պոմիդորը չեն ուտի, մեր ծիրանը չեն։ Քո պոմիդորը չեն ուտի, կուտեն ուրիշի պոմիդոր։ Ամբողջ Ռուսաստանի շրջապատի պետությունները երազում են, որ Ռուսաստանի շուկա մուտք գործեն։ Երազում են, որ Ռուսաստանի շուկա մուտք գործեն։ Այնպես որ մենք մեր տնտեսական ներկայությամբ կամ չներկայությամբ Ռուսաստանին որևիցե վնաս կամ օգուտ չենք տալիս։ Այստեղ հարցը քաղաքական է։ Եթե գազի գինը մեր համար էժան է, դա այդ որոշումը ոչ թե տնտեսական է, ապա դա քաղաքական է։ Այդ որոշումը քաղաքական որոշման արդյունքում է, որ այդ արտոնությունները ունի Հայաստան։ Քաղաքական որոշման արդյունքում է, որ Հայաստանում աճեցված գյուղմթերքները ազատորեն գնում են Ռուսաստան եւ ռուսական շուկայում վաճառվում են եւ հայ մարդիկ այստեղ մեծ տնտեսություններ են հիմնել, մեծ վարկերի տակ են մտել, նկատի ունենալով ռուսական շուկան, որ իրենք ռուսական շուկայում են դա վաճառելու։ Ցավոք սրտի Ռուսաստանը արդեն ասում է, եթե դու ռազմական առումով իմ դեմ ես, եթե քաղաքական առումով իմ դեմ ես, ապա ինչի ես պետք է տնտեսական արտոնություններ տամ քեզ։ Եվ այստեղ տուժում է հայ մարդը, հայ գյուղացին, հայ այսպես գործարարը, որտեղ մենակ գյուղատնտեսական մտերքներին չի վերաբերվում։ Դա գինի կոնյակներին է վերաբերում, հանկային ջրերում օրեցօր դա շատանալու է։ Մենք հələ դա չենք զգում, բայց աստիճանաբար դա իրեն զգացնել է տալիս։ Դուք տեսեք մի կարևոր հանգամանքի վրա եմ ուզում անդրադառնալ։ Լսել եմ մարդկանց մեջ ասում են, այդ ծիրանը չեն ուզում արտանել, շատ ավելի լավ։ Զատո մենք էժան ծիրան կուտենք Երևանում կամ էժան պոմիդոր։ Նախ վերավաճառողներից ենք մենք Երևանում կամ որ գնելու։ Վերավաճառողը ամենևին էլ դա չի էժանացնելու։ Բայց դուք մտածեք այն գյուղացու մասին, բուն արտադրողի մասին, ոչ թե վերավաճառողի մասին։ Արտադրող գյուղացի մասին, որը վարկեր է վերցրել, ամբողջ ընտանիքով տառապում տանջում իր բերքը աճեցնում է, այն հաշվով, այն հույսով, որ պետք է ինքը արտահանի։ Ու չի ստացվում արտանել։ Այդ վարկերը ինչ անելու ինքը։ Իր ներդրումները ինչ անելու ինքը։ Ինչ է լինելու այգու ճակատագիրը։ Ծիրանի կամ դեղցո այգու ճակատագիրը ինչ է լինելու, որ զուտ դրա գոյությունը պահելը արդեն ծախսերը գյուղացից պահանջում։ Ինչ է լինելու դրա վերջը։ Բա որ հանկարծ գա մի պա, որ տեսնեմ, որ այդքան ծիրան չի կարող իրացնել սկսեն ծառերը կտրել, ոնց է լինելու։ Այսինքն մենք պետք է հետևանքների մասին մտածենք եւ մտածենք այն գյուղացու մասին, որը արտադրող է, գյուղմթերքը արտադրող է, յուրաքանչյուր իշխանություն պարտավոր է իմչալում է բոլոր իշխանությունները 90-ական թվականից արել են ամեն ինչ, որովհետեւ հայկական հայ աշխատանքային միգրացիան օրինականության դաշտում լինել Ռուսաստանում եւ հայ աշխատանքային միգրանտները այնտեղ կարող են իրենց լավ զգան եւ նորմալ աշխատեն, ինչը ստացվել է մինչեւ վերջերս։ Վրաստանի դեպքում ստացվեց, Ադրբեջան դեպքում ստացվեց, շատ երկրների դեպքում ստացվեց։ Մինչեւ հիմա հայ աշխատանքային միգրանտները Հայաստանում կարողանում են ազատորեն աշխատել, բայց դրա վերջն էլ է արդեն գալու։ Ցավոք սրտի։ Գյուղմթերքների մասին խոսեցինք։ Մենք պետք է մտածենք մեր գյուղացու մասին, արտադրողի մասին, ստեղծող մարդու մասին պետք է մտածենք, ոչ թե վերավաճառող կամ այն որ մենք էժան ծիրան գնենք ուտենք։ Բա արտադրողը, բա ինչ վիճակի մեջ է հայտնվելու արտադրողը։ Ինչ պետք է անի մեր գյուղացին, գյուղատնտեսական արտադրողները, արդյոք նրանք պետք է մտածեն այլ շուկաներ գտնելու մասին, թե սա այսպես կախված է Ինչի որ դու կարող ես շուկա գտնել ծիրանի համար։ Ինչի որ դու կարող ես դա անել։ Մեր համար այս պահի դրությամբ դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Եվրասիական տնտեսական միության տարածքն է, որտեղ մենք կարող ենք գյուղմթերքները արտահանել արտոնյալ պայմաններով։ Բայց եթե Ռուսաստանը փակում է, ուրիշ տեղ մենք չենք կարող արտահանել։ Թուրքիա չես կարող արտահանել, Թուրքիան ավելի շատ ունի այդ ամեն ինչից։ Ադրբեջան չես կարող արտահանել, ինքն էլ ավելի շատ ունի։ Վրաստան չես կարող արտահանել, որտեղ Վրաստան էլ ունի, ուր պետք անել։ Իրան ավելի շատ ունի, այս մնում է միակ տեղը այսօր
Ռուսաստանի Դաշնություն Եվրասիական տնտեսական միության տարածք է։ Եթե Նիկոլը Ֆրանսիայի նախագահի հետ պատշպճվում է եւ այլն, դա չի նշանակում, որ հայ գյուղացին կարող է իր ապրանք արտահանի Ֆրանսիա։ Դա անհնար է, երբեք դա չի լինի։ Երբեք։ Եվրոպական միության տարածք հայկական գյուղ մտերքների այսպես ինչպես ազատորեն այս ստանդարտներով մենք կարող ենք արտանել Ռուսաստանի Դաշնություն, երբեք մենք չենք կարող անել դա Եվրոմիության տարածքի հարցում։ Այսինքն հայ գյուղացին այսօր մնում է անպաշտպան եւ մենակ։ Հիմա ինչ է պետք անել, որովհետեւ բոլոր խնդիրները եւ նաեւ անվտանգային լուծվի, անվտանգային հարցերը լուծվի։ Պետք է ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր մարդ քաղաքում լինի բնակվող, գյուղում լինի, պետք է գնալ եւ մի բան անել, չընտրել Նիկոլին։ Առաջինը գնալ տեղամաս։ Առաջինը գնալ տեղամաս եւ չընտրել Նիկոլին։ Դա առաջի քայլը։ Նոր իշխանությունների համար մեծ դժվարություն է լինելու, որտեղ ռուսական քաղաքականությունը իներցիոն բնույթ է, մեծ պետություն է, մինչև սկսում է այդ մեծ ծանր անիվը շարժվել, երկար ժամանակ անցավ 8 տարի։ Դրան արգելակելու համար էլի ցավոք սրտի մեծ ժամանակ է պետք։ Նոր իշխանությունները պետք է նույնիսկ այս նախընտրական քարոզության ընթացքում շատ հստակ ասեն եւ ուղերձներ ուղղեն այնտեղ, որ Եվրասիական տնտեսական միությունը դա կարևոր է Հայաստանի տնտեսության համար եւ իրենք դրա կողմնակիցն ու աջակիցն են եւ այլ եւ այլ։ Ու դրանց հետո անմիջապես սկսեն գործողություններ, որը ռուսական շուկան բացեն հայ արտադրողի համար։ Դա շատ կարևոր է, որը պետք է արվի ընտրությունից հետո նոր իշխանությունները։ Նիկոլը երբեք չի կարող դա անել։ Ռուսաստանը Նիկոլինսկի չի թողնի այլևս մտնի իր երկիր։ Այլևս այդ գիծը քաշված է։ Euronews-ը սոցհարցման մի տվյալներ էր հրապարակել ինչ որ մի սոցիոլոգիական ընկերության, որտեղ նշվում էր այս 3 հրապարակվել 65% Նիկոլ Փաշինյանը 65%-ով հաղթելու է։ Հավատում եք արդյոք նման սոցհարցումներին եւ որքան է բարձր ընդդիմության հաղթանակը, այսպես ինչ կոնֆիգուրացիա եք տեսնում Euronews-երին եւ արեմուտքին, ես ցավոք սրտի եմ դա ասում, պետք է ասել մի բան, որ փորձեք ձեր խաթարված հեղինակությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ մի քիչ պահել, մի քիչ ձեր պատվի արժանապատվության եւ ձեր արժե համակարգը գոնե մի քիչ պահեք, շատ չէ, մի քիչ պահեք, որտեւ հայ հասարակության մեջ ընդհանրապես Արևմուտք, Եվրոպա, Ամերիկա բառը ասոցացվել է օրինականության, ճշտի եւ այլ դրա հետ ասոցացվել։ Իսկ հիմա հակառակն է դուք անում։ Դուք ասում եք 60 քանի տոկոս։ Դուք հասկանում եք, որ հայ մարդը լսում է, ինքը գիտի իր հարևանները ոնց են մտածում։ Ինքը գիտի եւ ինքը տեսնում է 10 մարտից 6-7 մարտը հեսօր Նիկոլին է ընտրում։ Գիտի չէ որ դա սուտ է։ Եվրոնուս դու ասելով դա մտածում ես օգուտ ես տալիս որևիցե մեկին։ Ինչ քարոզություն են անում, հա։ Ապրես։ Այստեղ գալիս է որ սոցապրոսները ընդրության մոտ օրերին, այսպես ասած սոցապրոսները, ոչ թե հասարակական տրամադրություններ են արտահայտում, այլ ուզում են հասարակական տրամադրությունների վրա ազդեն։ Այ ինչ որ հիմա կատարում է հասարակական տրամադրությունների վրա ազդել։ Ակնհայտ է, որ միացյալ ընդդիմությունը ունի շատ ավելի շատ ձանել եւ միանշանակորեն հաղթում է։ Դա երևում է փողոցում, դու անձեն աշխով կարող ես տեսնել դա։ Դուք տեսեք, ես մի բան ասեմ։ Երկրորդ քաղաքը Գյումրին։ Ես գիտեմ իշխանությունները Նիկոլա ինչպես ինչ ձևով է միտինգ անցկացրել։ Բոլոր պետական ռեսուրսը ամբողջությամբ անխնա եւ ամենադաժան ձևով դա օգտագործել է։ Շրջապատի շրջաներից, քաղաքներից էլի մարդիկ բերել եւ յուրաքանչյուրը ունի իր տեղը, որ ինքը պետք է կանգնի, խմբերը բերե Երևանից այն գրուպավացի եւ այլ եւ այլ։ Բայց տեսնում են չէ գյումրեցիները։ Տեսնում են չէ որ այդ ամբողջ մեքենաներով այդ կողքերից են բերե, Երևանից են եկե։ Եվ հետո եթե ցույց են տալիս բեմի մոտ այդքան շատ մարդ, ապա հետևը դատարկա։
Եվ նույն գյումրեցին տեսնում է, չէ, եկել է Նարեկ Կարապետյանը, օրինակ եմ ասում։ Ինքը բոլորին չի հավաքել միտեղ հրապարակում։ Ինքը նախ գնացել է Գյումրի քաղաքի տարբեր մասեր, ինքն է հանդիպել ժողովրդի հետ եւ բնականաբար եկա նաեւ ինչ որ մի մասը եկել է այնտեղ։ Եվ նրանք ընդդիմադիր մարդը պարտավորված չի գա իրեն հատկացված քառակուսի վրա կանգնել։ Ինքը ազատ է, ինքը կարող է եկեղեցի մոտ կանգնել, մայթերի վրա կինոյի մոտ, ես Գյումրի հրապարակն եմ ասում, կինոյի մոտ կանգնել, սրճարանում նստել, քայլել, ազատ է, ինքը պարտավորված չի գա իր քառակուսի վրա կանգնել ու գոռալ, լեսանել ենալ։ Այդ առումով հենց երկրորդ քաղաքում ցույց տվեց Նարեկ Կարապետյանի այցը, ցույց տվեց, որ Նիկոլը իր ամբողջ վարչական ռեսուրսով այդ բոլորին որ ստիպել է հերացման վտանգի տվայք հերացնեմ, եթե չեկար, ընտու միջև հավաքարար։ Ինքը պարտված է, ինքը պարտվում է ամեն օր։ Գիտեք ինչպես, այնքան լեկտիվ ու առհամարական վերաբերվեցին հայ ժողովրդի հետ, բայց այն որ օրեցօր լսում ենք, օրեցօր ինչ որ տարածքներ անձնում, ամենակարևոր ստրատեգիական մասերը հանձնում է Ադրբեջանին, եթե այսօր դա չի կրակում մեկ է քո ճանապարհների վրա նստած զենքը ձեռքին ադրբեջանցին, մի օր կրակելու է դա միանշանակ է դա լինելու։ Դա միանշանակ է լինելու։ Եվ խնդիրը դրել է 300,000 ադրբեջանցիների վերադարձը, ոչ միայն վերադարձը, այլև այստեղ նրանց հոգևոր, մշակութային եւ այլ խնդիրների բավարար։ Փաշինյանն ասում է այդ ադրբեջանական նարատիվները ինչու է կրկնում։ Միջև Ալիևը ինչ ասե որ դու չեք արել։ Չոք անում եք դուք, քպականներ, ամբողջ քպեշնիկ եք ինձ անում եք այն ինչ Ալիևը ասել է։ Միջև հիմա կա բան որ Ալիևը ասելու չեք արել։ Չկա, չէ՞։ Արել եք, որտեվ շան նման վախենում եք, անասնական վախ ունեք դուք Ալիևից։ Ու ճիշտ է որ վախենում եք, որտեղ դու պարտվել եք, դու չոքել եք նրա դեմ, իսկ Ալիևը գիտի չոքած մարդու հետ ոնց են վարվում։ Եվ նրան օրեցօր մի պահանջ աններում։ Մի պահանջը կատարում ես, երկրորդ ավելի խիստ պահանջանում, երրորդ օր ավելի խիստ պահանջա ներկայացնում, ու այդպես շարունակ։ Հիմա եւ եկել է 300,000 ադրբեջանցիների վերադարձը, ժողովուրդը արդեն որ սկսեց զգալ որ նրանք որ եկան, գալիս են իրենց հոգևոր այսպես կյանքը իրականացնել Հայաստան Հանրապետությունում մսկիթներ են կառուցելու, չգիտեմ, ինչ են կառուցելու եւ այլ եւ այլ։ Եվ ինքը հասկանում է ինչ է սպասվում իրեն, արդեն հասկանում է։ Ես անցած անգամ ձեր մոտ է ասում որ վերադարձը, բայց եկեք ճակերտների մեջ վերցնենք, որովհետեւ այստեղ նրանք անելիք չունեն։ Իհարկե նրանց պահանջները Սավատանեմ, լսեք ինչ եմ ասում։ Եթե մնաս Նիկոլը, նրանք անելիք ունեն։ Դա սողացող պատերազմ է։ Դա սողացող նվաճում է, սողացող նվաճում է։ Ամբողջ դարերի ընթացքում իրենք սողացող նվաճել են իրենք։ Ինչ որ սկզբից քիչ են, հետո շատանում են, հետո ավելի են շատանում, հայը այդտեղից գնում է։ Եվ դա դառնում է ադրբեջանական։ Հիմա ասում են այս անկլավը ադրբեջանին է, այս ադրբեջանին է, խորհրդային պետության ժամանակ է մեր տարածքը քչացել նույնիսկ։ Իսկ նայեք մեր պատմությունը, ամբողջ այդ պատմության ընթացքում դա այդ սողացող նվաճման ականատեսն ենք մենք եղել։ Ես անցած անգամ ձեր մոտ ասեցի որ հիշում եք պատերազմից հետո հրապարակում մեկը կանգնեց եւ ասեց քպականներ ինչ էր նրանց կամ համակին են որ ավելի լավ է նախքին թուրքը գա մեր ու մանուկ բռնաբարի քան նախկիները վերադառնան հասկանում եք որևիցե մեկը ԿՊ-ից իշխանությունից այդ ամբողջ կուսակցությունից հա մեկը կանգնեց ասեց ես ինչ ես ասում արա թող նախկիներն է չգան թող թուրքներ չգա մեր ու մանուկ չբռնաբարի էլի երկուսին է մերժում ենք չէ ձեն չանեցին ոչ մեկը ձեն չանեց հրապարակային չպատասխանեցին դրան։ Դե հիմա արդեն գալիս են նրանք։ Նախկինները ինչ են արել այդքան։ Ես չգիտեմ։ Նախկիները կանգնել էին դժգոհություն ա եղել։ Նախկիները կանգնել ցանկացած իշխանությունից ամբողջ մոլորակի վրա կա դժգոհություն, բայց նախկիները մի բանն են անում։ Բանակը կար, հազար բանակներ, որը որ քայլում էր ամբողջ Կովկասը դղրդում էր, այո, եւ որտեղ էր մեր զորքերը կանգնած։ Մեր բանակը որտեղ էր կանգնած։ Մեր բանակը կանգնած էր մինչև
այո, Հորադեսից, այո, եւ այլ եւ այլ։ Մինչև Մարտակերտ։ Առաջին անգամ հայ բանակը, հայ ազգը հայրենատիրություն էր իրականացել, իր հայրենիքի մի մասին վերատիրել էր։ Առաջի անգամ հազարամյակների ընթացքում պետք է բերեին մի սատանա, որ այդ սատանան ամեն ինչ արել։ Բայց ասում են չեք լուծել այդ հարցը, ինչու չեք լուծել, պարոն Նիկոյան։ Ձեզնից էր մենակ կախված է լուծելը։ Իսկ հայկական այդ որ հարցն է մի վարքյանում լուծվել։ Բայց չէ որ արդեն եկել է միջազգային հանրությունը այն տեսակետին, որ Արցախին տալիս էր միջանկյալ կարգավիճակ, դրան գումարած Լաչինը եւ Քալբաջարը այդ կարգավիճակի մեջ եւ միջազգային խաղապահ ուժերի տեղակայումը հասել էր դրան։ Ուզում եմ հստակեցնել, դրա համար 18-ը թիվը շտաբեցին, արագացրեցին, բերեցին 18 թիվը, այն որ Ալիևը ասում էր նաեւ Ադրբեջանի շնորհիվ Հայաստանում տեղի ունեցավ իշխանապողություն, այո, ճիշտ ասում։ Այն խաշլաման, որ ուտում են փողոցներում, դա ադրբեջանական փողեր էր, որ Ալիևը ասում է։ Ես այստեղ ուզում եմ հստակեցնենք մեր լսարանի համար։ Իհարկե մեր լսարանը բավական գրագետ է, ես ասեմ, որ շատ լավ պատկերացնում են, ովքեր որ դիտում են, որ բանակցությունները ունեն երկու կողմ։ Երբ հայկական կողմը ասում է, որ պատրաստ են փող զիջումների, իհարկե որոշակի զիջումներ, բայց միայն Արցախի կարգավիճակի ճանաչման դիմաց, այսինքն այն սկզբունքային հարցի լուծման համար, որին մենք հետամուտ ենք լինում, բայց Բաքուն ամեն կերպ տորպեդահարում է այդ լուծումները, այսինքն մերժում է։ Ինչ կարող է անել հայկական կողմը։ Խնդիրն այն է, որ երբ այլևս ամեն օր հայկական դիվանագիտությունը առաջին նախագահի ժամանակից սկսած ամեն օր գրանցել է հաջողություններ, ամեն օր, այն չի որ 90 թվականից սկսած ամեն ինչը փայլուն է եղել եւ այլ, հա, բայց հայկական դիվանագիտությունը ամեն օր գրանցել է հաջողություն եւ եկել է հասել է այն պահը, որ Մինսկի խումբը որպես միջազգային կազմակերպություն խոսում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից եւ Ալիևը արդեն 16-17 թվականին հայտարարեց, որ փակ դռների հետևում ինձ ստիպում են ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, Արցախի ժողովրդի ինքնորոշումը ճանաչել ինձ ստիպում են։ Անկախությունը նույնիսկ, հա։ Անկախությունը, այո։ Հասել էր հայ դիվանագիտությունը դրան, հայ զինվորը, հայ քաղաքական գործիչը, հայ արտաքին դիվանագիտությունը հասել էր դրան, ինչը դուք տապալեցիք դաժանորեն եւ նորից եմ ասում, մեր ժողովրդի գլխին Նիկոլը եւ նիկոլիզմը բերել է այնպիսի ողբերգություն, որը հազարամյակներով է հիշվելու եւ այդ անունը եւ այդ ազգանունը մեր պետության ու պատմության մեջ լինելու է այն վատագույն օրինակը, որով պետք է սերունդներ դաստիարակել, թե ինչպիսին չպետք է լինի հայ մարդը, ինչպիսին չպետք է լինի հայ ղեկավարը, դա լինելու է Նիկոլը։ Եվ ընդհանուր ամփոփելով մեր զրույցը, պարոն Նիկոյան, ձեր կարծիքով, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահպանվի, այսինքն մենք խոսում ենք ընտրությունների կարևորության, լինելու եւ չլինելու մասին է, Հայաստանի գոյության մասին է, Հայաստանի հետագա ճակատագրի մասին է կամ զարգացման ուղղության, ինչ փորձություններ են սպասվում Հայաստանին եւ հայկական շահերին, եթե նրա իշխանությունը պահպանվի եւ շատերը կարծում են, որ նա հեշտությամբ չի, նույնիսկ եթե ընդդիմությունը հաղթի, հեշտությամբ չի զիջի իշխանությունը։ Ինչպես ընդդիմությունը պետք է դեր կանգնի հեշտությամբ կզիջի իշխանությունը, դա կախված է ժողովրդից։ Տերը ընդրության ժողովուրդն է, ինչպես 18 թվականին։ Գնահատականներ չտանք, լավ էր, ճիշտ էր, ինչ էր եւ այլ, 18 թվականի ժողովուրդը որոշեց ամեն ինչը, ճիշտ է։ Հա։ Հիմա էլ դրա տերը ժողովուրդն է։ Որևիցե մեկը չի կարա փորձի այդ կամքին գնալը։ Ինքը դատապարտված կլինի։ Ինչ շատ լավ գիտեն ինչ է նշանակում դա։ Եվ քրեական օրենսգիրքը գիտեն, ես համանadrություն ամեն ինչ շատ լավ գիտեն։ Դրա հետևանքները լավ գիտեն։ Եվ ընդդիմության հաղթանակի համար եթեներ տերմինը ես այլևս չեմ ընդունում։ Եթե մեկ ամիս առաջ ես էլ իմ խոսույթում օգտագործում եմ եթե ընդդիմությունը հաղթի, ես հիմա այդպես չեմ խոսում, ընդդիմությունը հաղթում է եւ շտակ պետք է ձևավորի որակյալ աշխատաունակ իշխանություն, որը կարող է շտապ լուծել
մեր երկրի արչև օրեցօր վատարացող տնտեսական հարաբերությունները, քաղաքական հարաբերությունների բոլոր հարևանները եւ անվտանգային համակարգը։ Նորից եմ ասում, ամենակարևորը անվտանգային համակարգը։ Գիտեք, ասում է Նիկոլ ասում է Եվրասիական տնտեսական միության հետ մենք ունենք համաձայնագրեր։ Այ քեզ բան, արա համաձայնագրի հետևում պետք է մարդ լինի նախ։ Եվ այդ համաձայնագիրը պետք է աշխատացնի։ Եթե դու ճշնամական գործողություններ ես անում Եվրասիական տնտեսական միության եւ նրա կենտրոնական պետության Ռուսաստանի դեմ, ինչ ես կարծում որ դա պետք է պայմանագիր աշխատի։ Եվ ամենակարևորը, բոլոր նրանք տարբերակում են հայ ժողովուրդը եւ Նիկոլը։ Տարբերակում են։ Տեսեք ինչ ասում նրանք։ Նրանք ասում են որ մենք կընդունենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը։ Դրեք հանրաքվե, եթե ժողովուրդը ասեց, որ Եվրասիական տնտեսական միությունից ուզում են դուրս գալ ու չգիտեմ ուր գնալ, մենք ընդունում ենք եւ խաղաղ կբաժանվենք, բայց ժողովուրդը պետք է դա ասի, ոչ թե Նիկոլի խունտան։ Նրանք էլ ասում են, որ Եվրասիական տնտեսական միությունում, ինչպես եւ ՀԱՊԿ-ում շատ երկրներ մեր թշնամիներին են օգնել։ Ադրբեջանն, այսինքն Ղազախստանը, Բելարուսը եւ այլն եւ այլ նրանց փաստարկն է։ Նրանց փաստարկը, գիտեք ինչա, դու կարող ես քո գործընկերոջը դարձնել քեզ թշնամի։ Ինչու նրանք չէին օգնում 16 թվականի պատերազմի ժամանակ։ Լավ էսպես ասեմ։ Ինչու չէին անում, որտեղ կար երկիր, կար ղեկավար, կար բանակ, որը 4 օրվա մեջ ջախջախեց ադրբեջանական ռազմական կազմավորումները էլիտար, որոնք արձակվել էին, որտեղ կար պետություն եւ պետության գլխին կար ղեկավար, բանակի գլխին կար ղեկավար, ոչ թե ծաղրացու խեղկատակի մեկը։ Այ տարբերությունը դա էր։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Ես էլ եմ շնորհակալ։ 160 թեմի հարգելի հետևորդներ, իհարկե բոլոր հետևությունները թողնում ենք ձեզ։ Հիշեցնեմ, մենք զրուցում ենք Ազգային ժողովի նախկին նախագահ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանի հետ։ Կհանդիպենք 168 TV եթերում ցտեսություն։